Ում է նախորդ տարի երկրի աշխատող քաղաքացիները այդքան հայտարարագիր ներկայացրեցին, խնդրեմ նշեք, թե ինչ շահեց պետեկամուտների կոմիտեն այս գործընթացից, ուսումնասիրություններ գուցե արել եք պարզելու համար մարդկանց մոտ ստվերային եկամուտներ կան կամ ուրիշ այլ խնդիրներ, ինչ արդյունք ունեցաք ընդհանուր առմամբ։ Տեսեք, նորից նշվում է ստվերային եկամուտների մասին, մենք երևի արդեն 3-րդ տարին է կամ չգիտեմ 4-րդ տարին է, մենք խոսում ենք դրա մասին, որ այս ամենը ստվերային եկամուտներ բացահայտելու եւ այլն հավելյալ ինչ-որ վարչարական գործիքական կիրառելու մասին չէ։ Սա հարմարավետ համակարգ է, որը թույլ է տալիս հարկեր վճարել։ Եվ այո, արդյունքը տեսել ենք, ինչպես նշեցի, 4 միլիարդ դրամից ավել լրացուցիչ հարկային մուտք է եղել պետական եկամուտների կոմիտե հենց գործիքի ներդրման արդյունքում։ Միայն անցած տարի։ Հետեւաբար կարծում եմ դա կրկնակի մոտ ավել է, քան նախորդ տարի, ընդ որում նշեմ, որ նախորդ տարի եւս էական աճ եղել դրա նախորդ տարվա նկատմամբ, քանի որ գործիքը հայտարարման գործիքը ներդրվել ոչ թե նախորդ տարի, դրա նախորդող տարվա ընթացքում։ Եթե ձեռքի տակ ունեք, խնդրեմ ներկայացնեք նաև սոցկրեդիտի ցուցանիշները, հա, նախորդ տարի որքան քաղաքացի է ստացել եւ այս տարի մարտի 2-ից արդեն համակարգը բացվել է, ակտիվություն նկատում եք թե ոչ այս մեկ շաբաթվա ընթացքում։ Հա, իհարկե, համակարգը աշխատում է, ակտիվության մասին լրացուցիչ իհարկե մենք կտեղեկացնենք, դեռ կարծում եմ վաղ է կոնկրետ ինչ-որ բաների մասին խոսելու համար, ընդամենը մի քանի օր է ինչ սկսել է այս տարվա process-ը, ինչ վերաբերում է նախորդ տարվա գործընթացներին, մենք տրամադրել ենք 5.8 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտ փոխհատուցում, դրա իհարկե էական մասը կրթական ոլորտի սոցիալական կրեդիտներն են եղել, միջին սոցիալական կրեդիտի միջին ստացած գումարը եղել է 73,000 դրամին մոտ, եթե չեմ սխալվում։ Իսկ ընդհանուր Սանչոսի հայտարարագրերի արդյունքներով չէ, 73,000 դրամ միջինում։ Այո, 78,000 դրամ միջինում։ Ընդհանուր սոցիալական կրեդիտ ստացել է 73,000 քաղաքացի, 73,000-ից ավելի, մոտ 74,000 քաղաքացի։ Շատ լավ, իսկ ընդհանուր առմամբ եկամուտների հայտարարման եկամուտները հայտարարած քաղաքացիների շրջանակը եւ դիտարկում եք ավելի շատ մարդիկ են, ովքեր բացել են համակարգը, տվյալները ստուգել են, լրացրել են, թե ինքնաշխատ եղանակով արված գործընթաց է եղել։ Մենք նշել ենք, որ մոտ 200,000 քաղաքացի լսելով մեր հորդորը մուտք է գործել համակարգ, լրացրել է եւ դրա հիման վրա էլ մենք կատարել ենք հետագա վերլուծությունը, որի արդյունքում հանգել ենք այն մտքին, որ գերակշիռ մասը նույնիսկ համակարգ մուտք գործածների լրացուցիչ տվյալ պետական եկամուտների կոմիտեին չի հայտնել, այսինքն համարել է, որ այն ինչ որ ներկայացված է ամբողջական է։ Դրա հիման վրա էլ կատարել ենք երկրորդ քայլը, այն է, որ հենց ամբողջական այն տվյալները, որ տիրապետում ենք, համարել ենք հանձնած, այսինքն մնացած քաղաքացիների համար, որոնք էլի բավականին մեծ քանակի են, համարել ենք ինքնաշխատ եղանակով հայտարարագիրը հանձնած։ Իսկ հնարավոր է այս տարի օրինակ սոցկրեդիտի ծախսման շրջանակները վերանայվեն, ընդլայնվեն, չգիտեմ, օրինակ առողջապահական համակարգի ներդրման պայմանավորված, կարծես թե ատամնաբուժական ծախսի հետ կապված որոշակի փոփոխություն եղավ։ Փոփոխություններ իհարկե միշտ կարող են լինել, դա մեր ֆինանսների նախարարության գործընկերներն քննարկում են եւ պարբերաբար նման փոփոխություններ իրականացնում են։ Այնպես որ իհարկե կարող են լինել փոփոխություններ, ինչպիսի փոփոխություններ կլինեն, դա իհարկե բարդ է կանխորոշել, բայց ինչպես ասացի, մենք շաբաթներ առաջ օրինակ հարկվող ու հայտարարման ենթակա եկամուտների շրջանակը հստակեցրել ենք, նոր ինտեգրումներ են կարել տեղեկատվական տեխնոլոգիաների մասով, սոցիալական կրեդիտների մասով էլ կարծում այո հնարավոր են փոփոխություններ, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն։ Շատ լավ։ Պարոն Գևորգյան, իսկ ընդհանուր առմամբ այս համակարգը ինչ է փոխում քաղաքացիների մոտեցման, քաղաքացիների վարքագծի մեջ, հարկ վճարելու տեսանկյունից իրենց մոտեցումների մեջ։ Դե ինչպես նշեցի, նախ խրախուսում ենք կամավոր կարգապահությունը եւ դա արդեն ունենք ապացուցված կոնկրետ թվերով, ինչպես արդեն ներկայացրի։ Կարծում ենք, որ համակարգի շարունակական զարգացումը հայեցակարգային առումով կարևոր նշանակություն ունի, որովհետև ցանկացած քաղաքացի այսուհետ կարող է շատ հեշտ 1-2 հպումով բացել եւ տեսնել, թե օրինակ ինքը տարվա ընթացքում ինչքան հարկ է վճարել պետությանը։
Եվ դա կարծում եմ կարևոր փոփոխություն է հենց մարդու քաղաքացիական գիտակցության բարձրացման առումով։ Սա կարծում եմ ժամանակի ընթացքում շատ ավելի էական ազդեցություն կունենա եւ քիչ-քիչ համակարգը ամբողջությամբ ներդրված կարող ենք համարել։